Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի հարցներ զեկուցող պարոն Կարապետյան, համեցեք։ Շնորհակալություն։ Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի փաստաթղթերը եւս մանրամասն ուսումնասիրվել են, մինչև 48 ժամ տրվել է փաստաթղթերի մեծ մասը լրացվել է, սակայն մնացել են չլրացված փաստաթղթեր, որոնց հետ կապված տրվել է 48 ժամ, եւ հիմա հերթով կներկայացնեմ դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ որոշման նախագիծ։ Առաջինը Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության դիմումինքից ներկայացված փաստաթղթերում Տիգրան Խաչատուրի Ուրխանյանի վերաբերյալ փաստաթղթերից բացակայել է վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի ապրիլի 30-ին Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու գրանցելու վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար 48 ժամ տալու մասին թիվ 55 որոշմամբ Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցությանը տվել է 48 ժամ բացակայող փաստաթուղթը ներկայացնելու համար։ Ժամկետը լրացել է 2026 թվականի մայիսի 2-ին ժամը 18:00-ին եւ տրամադրված ժամկետում փաստաթուղթը չի ներկայացվել։ Նշված փաստաթղթի ներկայացման պահանջը սահմանված է ընտրական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով 84-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ նպատակ է հետապնդում հավաստելու ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի առաջին մասի պահանջների կատարումը, քանզի համաձայն ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի առաջին մասի Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք։ Նշեմ նաեւ, որ նշված ժամկետում քանի որ փաստաթուղթը չի ներկայացվել, առաջարկում եմ Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի առաջին հերթական համարում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Խաչատուրի Ուրխանյանի գրանցումը մերժել։ Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակվելու պահից եւ այն ենթակա է բողոքարկման Հայաստանի Հանրապետության վարչական դատարան երրորդյա ժամկետում։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, պարոն Կարապետյանը ներկայացրեց առարկության հետ կապված հարցեր կան, չկան, այդ դեպքում ընտրական գրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով առարկությունը ներկայացնում քվեարկության, ովքեր են կողմ առարկության հաստատմանը, կողմ 6 առարկությունը հաստատված է եւ Տիգրան Ալեքոյի Տիգրան Խաչատուրի Ուրխանյանի թեկնածուն եւս Տիգրան է։ Տիգրան Խաչատուրի Ուրխանյանի գրանցումը մերժված է։ Շարունակեք, պարոն Կարապետյան։ Շնորհակալություն։ Հաջորդը Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության 40-րդ հերթական համարում ընդգրկված Տիգրան Ալեքոյի Մելիքյանի գրանցումը մերժելու հարցն է։ Նշված կարգավորումները չմեջբերեմ, ուղղակի ասեմ, որ բացակայել է, տվյալ դեպքում բացակայել է հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը, ներկայացվել են որոշակի փաստաթղթեր, այստեղ մենք խնդիր ունեինք այդ փաստաթղթերը օրենքով նախատեսված փաստաթղթերը չէին եւ չէին հավաստում հայերենին տիրապետելու հանգամանքը, հետեւաբար հանձնաժողովը այդ հարցերը քննարկել է, առաջարկում եմ 40-րդ հերթական Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի 40-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Տիգրան Ալեքոյի Մելիքյանի գրանցումը եւս մերժել։ Շնորհակալություն։ Այսինքն պարոն Կարապետյան, ուղղակի ֆորմալության համար դուք առարկություն եք ներկայացնում Տիգրան Ալեքոյի Մելիքյանի գրանցումը, այո։ Եվ այդ առարկության նախագիծ, այսինքն որոշման նախագիծը, որ դուք ներկայացրեցիք, հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, որ
Կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված տեխնացուի գրացման վերաբերյալ առարկությունը կարող է ընդունվել ըստ ընտրական օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասի կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի 2/3-ով։ Ըստ այդմ քվեարկությանը ներկայացնում պարոն Կարապետյանի ներկայացված առարկությունը, որոշման նախագիծը, որը քիչ առաջ հրապարակվեց, այն է Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակի 48 հերթական համար ընդգրկված պարոն Տիգրան Ալեքոյի Մելիքյանի գրացում մերժը, ովքեր են կողմ առարկության հաստատմանը, կողմ 6 առարկությունը ընդունված է, որոշումը կայացված եւ Տիգրան Ալեքոյի Մելիքյանի գրանցումը մերժված։ Շարունակեք պարոն Կարապետյան։ Առարկում եմ նաև Ալյանս ցենտրիստական ներողություն, Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության 43-րդ հերթական համարում ընդգրկված Ջեմա Սրապիոնի Ներսիսյանի տեխնացությունը գրանցելու դեմ եւ առաջարկում որոշմամբ մերժել գրանցումը, քանի որ ներկայացված փաստաթղթերում եւս բացակայում է հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթուղթի պատճենը, դրա համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի նույն որոշմամբ ապրիլի 30-ին տրվել է 48 ժամ, 26 թվականի մայիսի 2-ին ժամը 18:00-ին լրացել է այդ ժամկետը եւ նշված ժամկետում փաստաթուղթը չի ներկայացվել։ Առաջարկում քվեարկության շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, պարոն Կարապետյանի առարկության հետ կապված հարցեր կան, չկան։ Այդ դեպքում պարոն Կարապետյանի ներկայացրած առարկությունը, որը վերաբերում է Արինա Շամիլի Մարկոսյանի գրանցմանը, ներկայացնում եմ քվեարկության, ովքեր են կողմ առարկության հաստատմանը, կողմ 6 առարկությունը ընդունված է եւ Արինա Շամիլի Մարկոսյանի գրանցումը մերժված։ Հաջորդ առարկությունս վերաբերում է Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության 40 ներկայացած ցուցակի 44-րդ հերթական համարում ընդգրկված Արսեն Վանիկի Կուչուրյանի տեխնացությունը գրանցելուն, քանի որ վերջինս եւս չի ներկայացրել հայերենին տիրապետելու հանգամանք հավաստող փաստաթուղթը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 30-ի որոշմամբ դարձյալ 55-ա որոշմամբ տրվել է 48 ժամ, գրանցելու ներողություն փաստաթուղթը ներկայացնելու համար ժամկետն ավարտվել է եւ որոշմամբ նախատեսված եղել այդ ժամկետը մայիսի 2-ին ժամը 18:00-ին, սակայն նշված ժամկետում փաստաթուղթը չի ներկայացվել։ Առաջարկում եմ քվեարկել։ Պարոն Կարապետյանը ներկայացրեց առարկություն Արսեն Վանիկի Կուչուրյանի գրանցման վերաբերյալ առարկության հետ կապված հարցեր կան, չկան։ Այդ դեպքում առարկությունը ներկայացնում են քվեարկության, ովքեր են կողմ առարկության հաստատմանը, կողմ 6 առարկությունը ընդունված է եւ Արսեն Վանիկի Կուչուրյանի տեխնացիան գրանցումը մերժված։ Շարունակեք։ Եվ Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության ներկայացված ցուցակում վերջին առարկությունս վերաբերում է Արինա Շամիլի Մարկոսյանին 70-րդ հերթական համարում ընդգրկված Արինա Շամիլի Մարկոսյանի փաստաթղթերում եւս բացակայում է վերջինիս հայերին տիրապետելու հանգամանք հավաստող փաստաթղթի պատճենը, նշված փաստաթուղթը ներկայացնելու համար կենտրոնական ընտրական հանձնաժողովի 55-ա որոշմամբ ապրիլի 30-ի տրվել է 48 ժամ, սակայն մինչև մայիսի 2-ը ժամը 18:00-ին նշված փաստաթուղթը չի ներկայացվել, դարձյալ առաջարկում եմ մերժել նշված տեխնացուի գրանցումը։ Հարգելի գործընկերներ, պարոն Կարապետյանը ներկայացրեց առարկության հետ կապված հարցեր կան, չկան։ Այդ դեպքում պարոն Կարապետյանի առարկությունը այն է Արինա Շամիլի Մարկոսյան, ճիշտ եմ։ Այո։ Արինա Շամիլի Մարկոսյանի գրանցումը մերժելու վերաբերյալ ներկայացնում են քվեարկության, ովքեր են կողմ առարկության հաստատմանը, կողմ 6 առարկությունը ընդունված է։ Արինա Շամիլի Մարկոսյանի գրանցումը մերժված։ Շարունակեք պարոն Կարապետյան։
Շնորհակալություն։ Այսպիսով իմ առարկությունները Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակում ներկայացված անձանց վերաբերյալ ավարտվեց եւ որոշմամբ առաջարկում եմ գրանցել Ալյանս ցենտրիստական առաջադիմական կուսակցությանը 2026 թվականի ազգային ժողովի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցելու համար։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, կրկին նշեցնեմ, որ կուսակցությունների եւ կուսակցությունների դաշնի գրանցումը իրականացվում է առանց քվեարկության եւ պիտի կրկին անգամ ճշտեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներից այս դեպքում Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակը գրանցելու հետ կապված կան առարկություններ չկան։ Այդ դեպքում Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցության ընտրական ցուցակը եւս համարվում է գրանցվել։